Գյումրու ավականուն նիստի օրակարգում ընդգրկված 34 հարցերից առանցքային է 2026 թվականի համայնքային բյուջեի քննարկումներ։ Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի կազման ուղենիշը հանդիսացել համայնքի 2025-29 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը։ Գյումրի համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումից, ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիայից, նպատակային հատկացումներից գոյացած եկամուտները հատկացվելու են համայնքի հնգամյա զարգացման ծրագրով սահմանված դրույթների իրականացմանը։ Ֆինանսատնտեսական բաժնի կողմից ներկայացվեցին ոլորտային ուղղությունները եւ առաջիկա տարվա անելիքների ծրագիրը, սակայն ավականու անդամները մի շարք բացեր արձանագրեցին, մասնավորապես քննադատությամբ հանդես եկան քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները։ Նշեցիք, որ սպորտային միջոցառումներ են կազմակերպել, կուզեմ հստակեցնեք, ինչ տիպի սպորտային միջոցառումներ են նախատեսում 26 թվականին։ Կան հստակեցումներ, թե կոնկրետ որ տարածքներն են կանաչապատվելու, ինչպիսի սկզբունքով են դրանք ընտրվել եւ ինչպիսի ազդեցություն է թողնելու այն մեր համայնքի էկոհամակարգի վրա։ Գյումրու 2026 թվականի բյուջեն կազմում է 7 միլիարդ 582 միլիոն 105,500 դրամ, նույնքան էլ սահմանված են ծախսերը, այն ընդունվեց 18 կողմ եւ 13 դեմ ձայներով։ Հրատապ ծրագրով օրակարգ էր բերվել մեր քաղաքդաշինքի առաջարկը 5 մանկապարտեզներում մասնակի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ, որը եւս հավականին հաստատեց։ Հրատապության կարգով մենք տնտեսած գումար ունենք եւ շատ երկար աշխատել ենք, որպեսզի այդ գումարները ուղղորդվեն մանկապարտեզներ։ Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր 2026 թվականին Գյումրիում տեղական տուրքերի եւ վճարների տեսակների ու դրույքաչափերի սահմանմանը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից առաջարկեցին հաջորդ տարվանից Գյումրու մանկապարտեզները դարձնել անվճար։ Մանկապարտեզների անվճար դարձնելու մասին եւ մեր խմբակցության անունից ուզում ենք առաջարկություն անել ձեզ։ Դուք գիտեք, որ Գյումրիում գործում է համայնքային ենթակայության 22 մանկապարտեզ եւ ընդհանուր առմամբ հաճախում է 2500-ից 2600 երեխա եւ տարեկան վճարը կազմում է 120 միլիոն դրամ։ Քննարկման ընթացքում հայտարարվեց նաև, որ Գյումրիում ավտոկայանատեղիները փուլ առ փուլ կդառնան վճարովի, հաստատվեց դրույքաչափը 200 դրամ, սակայն այն առայժմ չի կիրառվի մինչև համապատասխան կարգի ընդունումը։ Այս հարցին եւս դեմ քվեարկեց քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Որովհետև դա եւս հավելյալ վրա գյումրեցիների վրա, եւ եմ ասում, ձեր քաղաքական ուժն ամեն անգամ շեշտել, որ Գյումրին ամենազայրահեղ սոցիալական վիճակն ունի, դոտացիան պետք է կառավարությունը ավելի շատ տա, բայց այդպես այսօր եկել քննարկում ենք մի հարց, որտեղ ոչ թե մենք փորձում ենք գյումրեցու բեռը թեթևացնել, այլ ինչ-որ չափով փորձում ենք գյումրեցու վրա բեռ ավելացնել։ Ժամեր տևած ավականու նիստի օրակարգում կարևոր հարցեր բաց թողնվել նկատում են Մայր Հայաստան խմբակցությունից։ Անցած նիստին արձանագրեցինք այն հարցը, որ սպորտսմենները, ովքեր մեծ հաջողություններ են արձանագրել, որոշակի պարգևադրման արժանանան, որովհետև ունեցել ենք համաշխարհային ռեկորդ, ունեցել ենք հրաձգության ոլորտից համաշխարհային ռեկորդ եւ սամբո մարզաձևից վերջին 10 տարիների ընթացքում չենք ունեցել պատանեկան աշխարհի չեմպիոն եւ այս անգամ ունեցանք Ռոբերտո Սիմոնյան, որպեսզի օրակարգ մտցվեր այդ հարցը եւ իրենց հավելյալ պարգևադրման արժանացնենք։ Չկա այսօր օրակարգում եւ ինչ փուլում է։ Նշենք, որ սա ավականու տարեվերջյան նիստներ, արդյոք կլինի եւս մեկ արտահերթ նիստ, պարզ կդառնա առաջիկայում։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան այսօր։